Հինգշաբթի հայ առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի համբարձման տոնը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի մատուցվեց տոնական պատարագ, քահանայապետությամբ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի։ Համբարձում նշանակում է բարձրացում, այն հարուցյալ Քրիստոսի մարմնով երկինք բարձրանալու եւ հոր աջ կողմում նստելու հիշատակն է։ Նշվում է Սուրբ Հարության տոնից 40 օր հետո։ Հարությունից հետո Հիսուս շրջեց երկրի վրա, բազմիցս երևաց իր աշակերտներին եւ իր վարդապետությունն ուսուցանեց։ Գործ կառաքելոցում այսպես է նկարագրված. Տերը բարձրացավ երկինք, համբարձվեց եւ ամպը ծածկեց առաքյալների աչքից Քրիստոսին։ Դեր Հիսուս չհամբարձավ մեզ մեհերանալու համար, ճիշտ ագարակը մեզի ավելի մոտենալու համար, որպես ինքը ամբողջ տիեզերքին, որպես Աստվածորդի նաեւ կարողանա տիրապետել եւ իր շնորհքները ուղարկել։ Այնպես որ Սուրբ Հոգիով միասին Տեր Հիսուս Քրիստոս մեզի շատ ավելի մոտ է այլևս, մեր եկեղեցու բոլոր խորհուրդների մեջն է եւ նաեւ 2 կամ 3 հոգի իմ անունով սև օր մեկտեղվիկ ես հոմիդոլամ։ Համբարձման տոնին հայ առաքելական եկեղեցին նշում է նաեւ ամենայն հայոց կաթողիկոսության Սիս քաղաքից լուսավորչահաստատ Սուրբ Էջմիածին տեղափոխվել է։ Սոցիալ քաղաքական պայմաններով թելադրված հայոց կաթողիկոսությունը 484 թվականից սկսած շուրջ 1000 տարի դեգերում էր հայկական տարբեր բնակավայրերում։ Դվին, Աղթամար, Արգինա, Անի, Սիս եւ միայն 1441 թվականին հնարավոր է դառնում կաթողիկոսական աթոռը վերահաստատել Վաղարշապատում։ Այդ ժամանակից ի վեր արդեն 600-ամյակ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայության հոգևոր կենտրոնն է։ 9-10 դեղեր փոխադրվեցավ Մայրաթորը եւ ի վերջո որոշվեցավ, որ վերադառնա իր Սուրբ հողին, ուրգե ծնունդ հարացեր, որ աթոռն է Սուրբ Թադեի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Սուրբ հող է, որովհետեւ Քրիստոսը ինքը երինքեն իջավ եւ օրհնեց այս հողը, այնպես որ այլևս Մայրաթոր Սուրբ Էջմիածինի մեջ մենք ունենք այս զույգ օրհնությունները նաեւ։ Հողը Սուրբ է եւ մեր Մայրաթորը Սուրբ է։ Պատարագի ավարտին Մայրավանքի իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց հայրապետական մաղթանք՝ ի հիշատակ կաթողիկոսական աթոռի վերահաստատման։ Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորի անսասանության եւ բարօրության համար աղոթք բարձրացրեց առ Աստված եւ իր հայրապետական օրհնությունը բաշխեց ներկաներին։